Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 86 կգ քաշային կանանց պայքարում Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում ունեցավ 3 հաջող մոտեցում, գլխավերևում պահելով հաջորդաբար 102, 105 ու 107 կգ կշռող ծանրաձողը։ Այս վարժությունում նա երրորդն էր։ Հրում վարժությունը Պողոսյանի համար կրկին հաջող ստացվեց, հրելով 132, 134 և 141 կգ կշռող ծանրաձողը։ Այս վարժությունում Էմման առաջինն էր։ Երկամարտի 248 կգ արդյունքով Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Լիաննա Գյուրջյանը պոկում վարժությունում բարձրացրեց 130 ու 135 կգ կշռող ծանրաձողը։ Այս վարժությունում նա երկրորդն էր։ Երկամարտի 236 կգ արդյունքով Գյուրջյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է։ 94 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Արա Աղանյանը պոկում վարժությունում ունեցավ 3 հաջող մոտեցում։ Նա բարձրացրեց 167, 172 և 175 կգ կշռող ծանրաձողը։ Հրում վարժությունում Աղանյանը գլխավերևում պահեց 200, 206 կգ կշռող ծանրաձողը։ Այս ձևում նա երրորդն էր։ Երկամարտի 381 կգ արդյունքով Արա Աղանյանը դարձավ հին աշխարհի փոխչեմպիոն։